Գլխավոր դատախազությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Գյումրիի ավագանու ընտրություններում քաղաքացիական պայմանագրի կողմից իբր ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հայտարարությունը ուղարկել է ստուգման։ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը ուսումնասիրվում է, այն ուղարկվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ստուգման նպատակով, հայտնել են գլխավոր դատախազությունից։ Երբ է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը հարցին արտգործնախարարի տեղակալը ճեպազրույցում վերահաստատել է, Հայաստանը պատրաստ է ստորագրել եւ հետագայում նաեւ վավերացնել փաստաթուղթը։ Փոխնախարարի խոսքով Հայաստանը ստացել է խաղաղ եւ կայուն տարածաշրջան կառուցելու հնարավորություն եւ այդ գործընթացը սկսվել է։ Անդրադառնալով այսպես կոչված միջանցքի մասին ադրբեջանական խոսույթին ասել. Հայաստանի սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցք անունով որևէ պրոյեկտ, այդ թվում կոմունիկացիոն պրոյեկտ չկա եւ չի կարող լինել։ Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է։ Մերձավանում 3 տեղի ունեցած գործողությունների արդյունքում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի շարք տներում կատարվել են քննչական գործողություններ։ Arad News-ին հայտնել են քննչական կոմիտեից։ Հավելել, մեկ անձ ձերբակալվել է։ Վարչապետ Փաշինյանը ելույթով է հանդես եկել Բրյուսելում ընթացող համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Պետության ղեկավարը խորհրդանշական է համարել, որ նախորդ համաժողովին Հայաստանը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության եւ հայ-թուրքական հարաբերությունների դրական առաջընթացի պայմաններում խաղաղության խաչմերուկի գաղափարը իրականություն է դառնում։